Ձեր կարծիքով սրբազանների կալանավորումը բողոքի ալիք կբարձրացնի։ Չեզոք եմ, չեմ կարող ասեմ։ Ոչ, Բողոքի ալիք չունեմ։ Ում սրբազան երբեք ուրախանալու է։ Լավ է նանո, որ սրբազաններին պետք է գու։ Եթե էլ բարձրացնի օգուտ չունի, նրանք պետք է երթան, պիտի մաքրվեն, ոչ բան չկա։ Թե աբիշտիկները ասած է միշտ լեղերա ու կմանա։ Իրանք։ Ռոբերտ Քոչարյանի աջակիցները։ Որտեղ չեն ուզում երկիրը զարգացնեն։ Ես պոլիտիկայով չեմ զբաղվում, կներեք։ Բողոքի ալիքը բան չի փոխել։ Ես կարծում եմ, որ չպետք է բարձրացնի եւ շատ ճիշտ է նարել, որ կալանավորել է։ Ես կարծում եմ ոչ։ Դուր չունեմ։ Ո՞մ է բողոք չունեմ։ Եթե ինքը եկեղեցու կանոնները խախտել է, ուրեմն ճիշտ է դարել։ Որից է մեկը սխալ են կանում, պետք է պատասխան տանք։ Եթե ինքը իրոք խախտել է այդ կանոնները, թե չանմեղ դա։ Բայց առանց մեղք ապացուցելու կարելի է Դե ապացուցեցին շատ են գրում, ես կարծում եմ Facebook-ում գրում եմ, որ ապացուցվում է։ Իր ընկերները, իր հետի աշխատողներն են գրում։ Քո մասին մենակ քո ընկերը կիմանա, ես կարող եմ մի բան իմանալ։ Ոչ մի բան չեմ կարող ասեմ։ Չգիտեմ իմ աղջիկից գիտենամ, ստո ամոթ էլի, որ սրբազաններին բռնել են, դա ամոթ է։ Մնացածն ինչ ասեմ, շատ ամոթ է մեր քաղաքի մար, մեր ազգի մար։ Հա, թոյել է թան խոսան, նստեն, վերցնեն, դնեն, բայց ամոթ է, Փաշինյանն էլ չի հասկանում ինչ անում։ Թող կնգան բռնե, որ այդպես չրփախ չֆռա, մեռնեմ քեզի։ Համա գինե հեծանի վե քշում է դու սրբազանին է բռնում, դա շատ ամոթ է մեր քաղաքի մար։ Մենք բոլորս պետք է թան կամ մեզի վերացնենք, կամ Փաշինյանին վերացնենք։ Նուժելի մի պլորով տղա չկա դու խփե։ Չկա քաղաքում։ Տվեք ես թամ խփեմ։